Այո, Իրականում էլի ես անդրադառնալով իմ խոսքում նշած, տենց կոնկրետ կետերով նշեցի էլի, ես հասկանում եմ, որ նաև ժամանակի սղությունը ստեղ բոլոր կետերը առանձին քննարկման կարիք ունեն, պարոն Թունյան, նաև բերեցի այն ապացույցը, որ նույն կառավարության աջակցության ծրագիրը, որ post factum ընդունվեց ու ես գիտեմ, որ էլի կընդունվեն ինչ-որ բաներ, դա խոսում է նրա մասին, որ լավ մտածված չի, այդ որ ասում եմ ազատության գնահատում եւ այլն, այդ հենց էդի նկատն է։ Ու հենց այսօրվա նիստը, կառավարության նիստը էլի նվիրված է եղել այն բանին, այդ նոյեմբերի 1-ի հետաձգումը էլի հայտարարագրերի, ամենապարզագույն օրինակն եմ բերում, մենք նույնիսկ հաշվի չենք առնում այդ ազդեցության գնահատումը, արդյոք տեխնիկապես մեր բեկի սերվերները պատրաստ են այդքան սպասարկեն, թե չէ։ Ինքն այդ երևի տեղյակ եք, որ ապրիլի 20-21-ի բանը, այդ ծանրաբեռնվածություն ու դրանից մի քանի օր առաջ, ասենք նույնիսկ չէին հասցնում բիզնեսները չէին կարողանում հաշիվ ապրանքագիր դուրս գրեն ու ապրանք առաքեն։ Սա նաև այդ կտորն է, որ դու որպես պետություն ունես այդ հնարավորությունները այդ սպասարկելու, որովհետև սենց շրջանառության հարկը խեղաթյուրելը դա բերում է բարդ հաշվառման, նաև բերում է մի շարք բարդ բաներ։ Ու այս ամփոփելով ասած, սա ազդելու է այդ ձեր ասածի մեջ, այդ էլ կա։ Այսինքն հաշվապանների իրավաբաններին չեք վերանայում, դա ազդում է գերփոքր բիզնեսի վրա, այսինքն ինքը ծառայության դիմաց ավելի թանկ է վճարելու։ Հետևաբար այդ հարկային բեռ ասածը դա միայն դրույքաչափը չի, դա նաև այն մարջամն է, որ ինքը ծախսում է։ Հետևաբար փոքր բիզնեսը բարձրացնելու է իր ապրանքի ու ծառայությունների գները։ Հետևաբար այն օրը Մանուկյան Արտակին էի ասում, այդ գնաճի մեջ հաշվի առել եք այս հարկային փոփոխությունները ուղիղ ազդելու է նաև գնաճի վրա։ Այսինքն սրանք չեմ անում, իրանք են դրա պատասխանատուն, ասում եմ հաշվի առել եք հարկային օրենսդրության փոփոխությունը, նկատի ունեմ այդ կտորը հաշվի առել եք, թե չէ։ Այսինքն այս հարկային օրենսդրությունը բոլոր դարդերի լուծումը չի, բայց ինքը ամենաէմոցիոնալն է եւ հենց այս պահին էլ առավոտ եկա մեր փոքր բիզնեսներից մի քանիսը ազգային ժողովի դիմաց սպասում են ինչ-որ բան, այսինքն ցանկացած օրինական քայլ, դա նաև հույս է տալի, որ եւս մեկ անգամ ձեզ առիթ կտա, որ դուք մտածեք, այսինքն սրան։ Հիմա որ տենց ասենք, այո, այս կետերը ընդունում ենք, բայց սա չէ, շատ լավ է, էլի խնդիր չկա։ Ձեր այդ ամեն ինչ հասկանում եմ, ձեր այդ կոլեգիալ մոտեցումները հասկանում են, բայց ի վերջո օրինական ճանապարհով որ նայում ենք, այս օրենքները ընդունել եք դուք, ազգային ժողովը։ Այո, չքվեարկող ընդդիմադիր պատգամավորն էլ է պատասխանատու, ստեղ ներկա չգտնվող ընդդիմադիր պատասխանատուն էլ է իր ներկա չգտնվելով պատասխանատու, դա էլ եմ հասկանում եւ ասում եմ, այո, այսօրվա օրենսդիր մարմինը ցանկացած օրենսդրական փոփոխության գործադիր մարմինը կարա բերի իր ամենահեշտ ճանապարհը, իր կարծիքով լավ մտածված, բայց ինքը լուծում է իր գործադիր իշխանության բաները, էլի այս ամեն ինչը բերելու է կոնկրետ ծառայությունների ու գների թանկացման, որը ինձ թվում է բնական է ու դուք էլ եք կանխատեսում, որ տենց է պետքա լինի։ Այսինքն ստե զուտ պարոն Համբարձումյանի ասածը այդ ժամկետի բանն էլ չի, այդ նաև վերադասավորվելու բանն էլ է, բայց դուք գոնե այդ ընդունում եք, որ սա շղթայական ռեակցիա բերել է բոլորի կյանքի թանկացմանը։ Մերսի։ ձեզ շնորհակալություն։ Մի հատ բան եմ ուզում ասեմ, մոռացա, այդ պիտի ասեմ էլի անպայման։ Ուրեմն այս վերջերս Facebook-ում մի հատ հայտարարություն աշխովս ընկնում վերելայքի մեջ փակցված, որ հարգելի բնակիչներ, ազգային ժողովի կողմից ընդունված բաների հարկային փոփոխությունների պատճառով շրջանառության հարկի վերելայքի սպասարկման վարձերը վերանայվելու են։ Հիմա որ ես նայում եմ, ասենք ենթադրում եմ, որ հետևյալն է տեղ ունեցել, ասենք կարող է վերելայքի սպասարկման վարձը լինել 2000 դրամ ամսական, կարող է վերցրած սարքած լինեն 4000 դրամ ու դա վերագրեն այս ազգային ժողովին ու իր ընդունված օրենքին, բայց որ նայենք, որ այդ վերելայքի սպասարկման համար ինչքան ծախս է կատարվում ու անգամ եթե որևէ բան իրանք տեղից փաստաթղթավորեն, ասենք 2000 դրամ կարող է դառնալ 2100 դրամ, ամենաշատը էլի։ Նույնը հաշվապահների, վարսավիրների ու այլ ծառայությունների, հա ամեն ինչն էլ բերում է որոշ չափով գների բարձրացման, այդպես որ նայենք, օրինակ ստվերի դեմ պայքարն էլ է բերում, որովհետև եթե դու մարդուն ստվերից դուրս ես բերում, ինքը պիտի գները արդեն ավելացնի, բայց չափը կարևոր է, արժեքը կարևոր է ու կարևոր է դրանով ինչ խնդիր ենք լուծում։ Թող կենտրոնական բանկը հաշվարկանի, ինձ էլ հետաքրքիր լինի, քանի տոկոս է ինքը հետո բա մեջը մտնելու, թող անեն ներկայացնեն։ Մենք հիմա սա կքննարկենք այն հույսով, որ մենք իրարից չենք նեղանում, սա ոչ մի բան ոչ սկսում է, ոչ ավարտվում է, շնորհակալություն։
որ այս նախաձեռնությունը արել եք, ճիշտ եք ասում, ես ձեզ ճանապարհը հուշել, հույս ունեմ, որ հաջորդ հանրագրով այնպեսի բան կլինի, որ կընդունենք